18-րդ դարի վերջին Ղարաբաղը վերածվել էր արյան ու ավերածությունների ասպարեզի։ 1795 թվականից սկսած պարբերաբար կրկնվող պարսկական արշավանքները, իսկ այնուհետև 1797 թվականի սարսափելի երաշտը ոչնչացրին ամեն ինչ։ Կարծես բնությունը դաշնակցել էր դահիճների հետ։ Մարդիկ ստիպված կերակրվում էին խոտերով ու արմատներով, իսկ 1798 թվականի ժամտախտը լրացրեց այս դժոխքի պակասը։ 60,000 տուն հայ բնակչություն ունեցող Ղարաբաղը համարյա դատարկվեց։ Սարսափած ժողովուրդը սկսեց լքել հայրենի հողը։ Արցախի ամենահզոր տոհմերից մեկի, Գյուլիստանի Մելիք Բեգլարյանների իշխաններ Մելիք Աբով III եւ նրա եղբորորդի Մելիք Ֆրեյդունը, փորձելով փրկել իրենց հապատակներին Սովից ու Իբրահիմ խանի հալածանքներից, ծանր որոշում կայացրին՝ գաղթել Վրաստան, որը գտնվում էր ռուսական կայսրության հովանու ներքո։ Սա դեպի մեծագույն խաբկանք տանող երկար ուղու սկիզբն էր։ 1799 թվականին Մելիք Ֆրեյդունը հասավ մինչև Սանկտ Պետերբուրգ, անձամբ ներկայանալու Պողոս առաջին կայսրին։ Հայ մելիքների միակ ցանկությունն էր, որպեսզի Վրաստանում իրենց տրվեն ազատ հողեր եւ ժողովուրդն ապրի իր վաղեմի սովորույթներով, առանց ճորտացման վտանգի։ Ռուսական արքունիքը շռայլ էր խոստումների մեջ։ 1799 թվականի հունիսի 2-ի բարձրագույն հրովարտակով կայսրը Մելիք Բեգլարյաններին շնորհեց Վրաստանի Բոլնիսի, Բորչալուի եւ Աղջակալայի գավառները։ Ամենակարևորը, պաշտոնապես հաստատվեց, որ մելիքները պահպանում են իրենց հպատակների նկատմամբ ունեցած վաղեմի բոլոր իրավունքները։ Թվում էր, թե Բեգլարյանները գտել են իրենց փրկությունը, սակայն իրականությունն այլ էր։ Վրաստան գաղթած սովալլուկ հայերին վրաց ազնվականները դաժանաբար ստիպում էին ճորտագրվել, մի կտոր հացի դիմաց, ինչին հայերը երբեք սովոր չէին եղել իրենց հայրենիքում։ Իսկ ռուսական իշխանություններին Մելիք Աբովի հազարավոր քաջ ձիավորները պետք էին ընդամենը որպես անվճար պահակներ, ավազակներից ճանապարհներն ու Թիֆլիսի մատույցները պաշտպանելու համար։ 1804 թվական ռուս-պարսկական պատերազմներ։ Ռուսական զորքերը գեներալ Ցիցիանովի հրամանատարությամբ ծանր պաշարման մեջ էին հայտնվել Երևանի եւ Էջմիածնի մոտակայքում։ Նրանք զինամթերքի խիստ կարիք ունեին, իսկ ուղիները փակված էին պարսիկների եւ ապստամբ վրացիների կողմից։ Օգնության է հասնում Մելիք Աբովի անդրանիկ որդին, չափազանց քաջ Ռոստոմ բեկը։ Նա իր հեծելազորով եւ 500 ռուս զինվորներով զարմանալի արիությամբ 2 անգամ ճեղքում է շրջափակումը եւ ռուսներին վառոդ հասցնում։ Սակայն երրորդ արշավանքի ժամանակ Փամբակի ձորում Ռոստոմ բեկի փոքրաթիվ խումբը հանդիպում է պարսկական եւ վրաց իշխանազն Ալեքսանդրի հազարավոր զորքերին։ Կռիվն անհավասար էր։ Ռոստոմ բեկը կռվում է մինչև վերջ։ Նրա ձին սպանվում է, նա ստանում է 2 ծանր վերք, բայց շարունակում է մարտը ռուս զինվորներին պաշտպանելու համար։ Միայն երրորդ հարվածը ստանալուց հետո արյունակամ հերոսը վայր է ընկնում եւ գերի հանձնվում։ Ինչ արեցին ռուսներն իրենց կյանքը փրկած հերոսին օգնելու համար։ Ոչինչ։ Վրաց իշխան Ալեքսանդրի մատնությամբ Ռոստոմ բեկին շղթայակապ ուղարկում են Թավրիզ եւ հանձնում հայերին ատող պարսից թագաժառանգ Աբաս Միրզային։ Բանտում մահվանն ընթരാճ Ռոստոմ բեկը գրում է մի սրտակեղեկ բանաստեղծություն, որը հայտնի դարձավ որպես իր իսկ ողբը։ Մունետիկնի ձայն բարձր աղաղակ է, ժանտ դահիճ սուրի ձեռին անյակ սրե։ Սեր հայրենյաց ի թշնամիած ձեռս մատնեց, ուրախ մեռայց։ 1804 թվականի վերջին կամ 1805-ի սկզբին հնչեց դատավճիռը։ Աբաս Միրզայի հրամանով արիաբար կանգնած հերոսը գլխատվեց։ Թավրիզի հայերը նրան թաղեցին եկեղեցու բակում, եւ թաղման ժամանակ ողջ ժողովուրդը արտասվելով երգում էր բանտում գրված նրա ողբը։ Նա ընկավ որպես նահատակ, հանուն կայսրության, որն անգամ չհիշեց նրա անունը։ Որդու կորստից հետո ծերունի Մելիք Աբովի աչքերը վերջնականապես բացվեցին։ Նա հասկացավ ռուսական քաղաքականության իրական դեմքը։ 1807 թվականին նա նամակ է գրում Պետերբուրգ աղա Մինաս Լազարյանին։ Այդ տողերը
հայոց պատմության ամենացավալի արձանագրություններից են։ Ունեի ես Անդրանիկ որդի, իմ նախնյաց ժառանգը, եւ նրան ես զոհ բերեցի կայսրին։ Իսկապես երևում է մի բան միայն, որ ես հայ եմ, եւ այդ պատճառով բոլոր ռուս զորավարները չարանում են ինձ վրա։ Նա աղերսում էր ռուս կոմս Գուդովիչին, թույլ տալ իր ժողովրդին լքել Վրաստանն ու վերադառնալ հայրենի Ղարաբաղ։ Բայց ռուսները մերժեցին, պատճառաբանելով, որ մելիքներն իրենց պետք են Թիֆլիսը ավազակներից պաշտպանելու համար։ Հայերին ուղղակի օգտագործում էին։ Իսկ 1808 թվականին Թիֆլիսում մի խնջույքի ժամանակ վրեժխնդիր ու անհնազանդ ծերունի Մելիք Աբովին եւ նրա քարտուղարին դավադրաբար թունավորեցին լոբու ճաշատեսակի միջոցով։ Բեգլարյանների տոհմը արյունակամ էր լինում։ Նույն տարում եղբոր ձեռքով սպանվեց նաև Մելիք Ֆրեյդունը։ Աբովի եւ Ֆրեյդունի մահից հետո տոհմի ղեկավարումն անցավ հանգուցյալ Մելիք Աբովի մյուս որդուն՝ Մանաս Բեկին։ Նա դիմեց ռուս գլխավոր հրամանատար գեներալ Տորմասովին, խնդրելով հաստատել իր ժառանգական իրավունքները իր իսկ ժողովրդի նկատմամբ, համաձայն Պողոս կայսեր ստորագրած հրովարտակի։ Այստեղ վերջնականապես պատրվեց կայսերական դիմակը։ Ռուսական իշխանությունները ոչ միայն մերժեցին նրան, ցինիկաբար հայտարարելով, որ բոլոր բնակիչները պատկանում են բացառապես ռուսաց թագավորին, այլև կալանավորեցին Մանասպեկին եւ խիստ հսկողության տակ պահեցին Թիֆլիսում, որպեսի հայ ժողովուրդը չապստամբի։ Մելիք Բեգլարյանները հասկացան դառը ճշմարտությունը։ Իրենց զոհաբերել էին եւ հիմա էլ ոչնչացնում էին։ Համոզվելով, որ այլևս սпасելու բան չկա, իրավունքներից զրկված Մելիք Բեգլարյաններն ու իրենց հպատակները հրաժարվեցին հանդուրժել ստրկությունը։ Վրաստանում մոտ 12 տարի տառապելուց հետո նրանք վերջնականապես լքեցին այդ հողերն ու աստիճանաբար վերադարձան հայրենի Գյուլիստան։ Նրանք ինքնուրույն ուժով ետ խլեցին իրենց հայրենի կալվածքները խաներից։ Ժամանակի ընթացքում Բեգլարյանները վերականգնեցին տնտեսությունը։ Նրանց ձեռքում կենտրոնացավ մինչև 70,000 դեսյատին հող եւ տասնյակ գյուղեր։ Նրանք անգամ վերականգնեցին Ղարաբաղի նշանավոր ձիաբուծությունը, հատուկ բուծարան հիմնելով եւ Թեհրանից զտարյուն նժույգներ բերել տալով։ Բեգլարյանները դարձան այն եզակի տոհմերից մեկը, որը կարողացավ փրկել իր ժառանգությունը։ Բայց ռուսական կայսրությունն ուներ իր վերջնական պլանը։ Երբ 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը վերջնականապես միացվեց Ռուսաստանին, կառավարությունը մեկընդմիշտ վերացրեց հայկական մելիքությունների կիսաանկախ կարգավիճակն ու մելիքական տիտղոսները։ Արցախի մելիքներն իրենց արյունը տվեցին Ռուսաստանին, անկախություն ստանալու։ Նրանք դաժանաբար խաբվեցին եւ շահագործվեցին, բայց նրանց հերոսության եւ զոհողության պատմությունը հավերժ մնաց հայոց լեռներում։